ասեմ, ինչու եմ շատ մշակույթից խոսում, որովհետև շատ վաղուց եմ թեմայի մեջ։ Երկու փուլ է անցել իմ այս թեմայի մեջ լինելու փաստը։ Առհասարակ ձեռագործ սովորել եմ շատ փոքրուց, 6-7 տարեկան էի, երբ տատիկներս ինձ սովորացրին, փոխանցեցին ինչ գիտեին ասեղնագործություն, հելունագործություն, շուղագործություն, ներքնակ, վերմակ, մշակել, բամբակյա, բրդյա, ինչ ասես չեն սովորացրել ինձ 6-7 տարեկանից սկսած արդեն այդ գործերի մեջ էի, բայց երկար ժամանակ դա միայն հմտություն էր, հա, այդ հմտությունները շատ կարևոր էին, մինչև այսօր ինձ հետ են, մինչև այսօր ես դրանք օգտագործում եմ, կիրառում եմ իմ աշխատանքներում, հենց դրանց շնորհիվ է, որ կարողանում եմ աշխատել, բայց դրանք միայն հմտություններ էին երկար ժամանակ եւ ես իմաստների մեջ չէի խորանում, իսկ դրանք իմաստներ ունեն շատ հնուց եկած եւ մեր ազգային մշակույթին ծանոթ չէի շատ երկար ժամանակ, շատ ավելի ուշ դրանց մոտեցա արդեն 35 տարեկանում, երբ պատահաբար գրանցվեցի ավանդական մեր ձեռագործների դասընթացի եւ այնտեղ ծանոթացա մի շարք վարպետների հետ, ժողովարպետների հետ, ովքեր արդեն այդ ուղղությամբ մեծ փորձ ունեին եւ գիտելիքներ եւ իրենցից այսպես ոգեշնչված, շատ հետաքրքրված արդեն սկսեցի այդ ուղղությամբ քայլել եւ ավելի ու ավելի մտերմացա հենց մեր ազգային մշակույթին Եվ մինչև այսօր, այդ ժամանակվանից մինչև այսօր ուսումնասիրում եմ այս ոլորտը։ Վստահ եմ, որ շատերը մտածում եք, որ դա նուրբ կանացի զբաղմունք է, տղաները ինչ գործ ունեն այստեղ։ Իրականում պետք է այս կարծրատիպ ամենասկզբից կոտրեինք։ Ճանաչում եք այս տղային, ով է այս տղան։ Չեք ճանաչում։ Նարեկը չի։ Նարեկն է, Խաչատրյան։ Մեմի նախկին տնօրենը, մի քանի ամիս առաջ տնօրեն էր, չէ, փոքր մարդ չէր մեմում։ Ուրեմն սկսում եմ իրանից, հիմա նայեք այստեղ, սա Նարեկի գործած, հյուսված կարով, ասեղնագործած, մարաշի ամենապարզ էլեմենտն է, փոքր խաչ է կոչվում։ Նարեկը սա գործել է ասեղնագործել է առաջնորդական ակադեմիայի ճամբարներից մեկում վարպետաց էի անցկացնում երեխեքի հետ, մարաշի ասեղնագործություն պետք է սովորացնեի, Նարեկը այնտեղ էր ու ինքը միացավ ու ասենց պատահական սկսեց ինքն էլ աշխատել ու մեկ էլ զգացի արդեն ավարտել է, առաջինն է հասկացել ինչպես է, իր հարցերը ոնց որ ասենց շատ արագ հասկացավ ինչ պետք է անի եւ ամենաառաջինը ավարտեց ու գնացել է մյուսներին օգնի։ Իսկ մյուսները բոլորը աղջիկներ էին։ Եթե մտածում եք, որ տղայի գործ չի, ապա ուզում էի ասել, որ տղայի գործ չի իրականում, չնայած Հայաստանում, հայկական գաղթօջախներում եւ Հայաստանի քաղաքներում գոյություն են ունեցել ոսկեթելով ասեղնագործող տղամարդկանց համքարություններ։ Այնպես չի, որ տղամարդիկ չեն զբաղվել, հենց հատուկ նույնիսկ իրանք են զբաղվել այդ գործով, նույնիսկ մոդայի աշխարհում ընդունված է, որ էլի ասեղնագործող տղամարդիկ կան, հա, այնպես չի, որ ասեղնագործությունը տղամարդկանցից հեռու է, բայց սա կոչ չի, որ գնաք տղաներով ասեղնագործեք, ուղղակի իմանաք, որ կարծրատիպ է իրականում։ Նարեկը կատարել է մոտավորապես այսպիսի աշխատանք, Իրանը ամենապարզ խաչն էր, այստեղ մի քիչ ավելի բարդն է, բայց ընթացքը, տրամաբանությունը, թելի շարժման ուղղությունը եւ այլն հենց այսպիսինն է մարաշում։ Ուղղակի նայեք, որպեսզի ծանոթ լինեք, թե ինչ աշխատանք է կատարել, ինչ բարդության։ Պատկերացրեք փոքր խաչի, մի փոքր էլեմենտի վրա ինչքան աջ ու ձախ պետքա թելը տանի, բերի եւ եթե նկատեցիք հատուկ ընթացք է, այսինքն ինքը նաեւ կոչվում է գաղտնակար, այսա կասեմ ինչու։ Առաջարկում եմ դիտել այս շարքը, որը հիմա պետքա դանդաղ թերթեմ, շատ ուշադիր նայեք, վայելեք նաեւ եւ մտորեք Վանի ասեղնագործ ժանյակ, Կարինի ասեղնագործ ժանյակ
Այն թափի թելքաշ ասեղնագործություն, որ վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է սա թուրքական, եւ որը նաեւ պատճառ հանդիսացավ, որ ես ավելի վստահ սարքեմ այս նյութը, սվազի ասեղնագործություն, սա համրովի կար է, ինչպես երևում է, կտավի թելերը հաշվելով են անում, տեսեք թելերը երևում է վերևում, այն բաց տեղերում, այդ թելերը հաշվելով է գործում։ Ուշադրություն դարձրեք ընդհանուր տեսքի վրա, վասպուրականի հարթակար, Ուրֆայի ասեղնագործություն, ձախ կողմի պատկերը հին ասեղնագործություն է եւ այնքան մանր ու նուրբ հարված, որ կարծես նկարած լինի եւ մեծացնում եմ էլի չի երևում, դրա համար կողքը ավելի խոշոր ուրիշ տեղից բերել եմ, որ երևա թե ինչպիսին է, ինքը մետաքսաթելով է ասեղնագործվում։ Քուղակար ասեղնագործություն, տեսած կլինեք մեր տարազների վրա, հետևի ֆոնին մենա տարազնադրած, սա մոտիկից, թելը ոլորվում է, հաստ թել են ստանում ոլորելով եւ կտորի վրա ամրացնում են ասեղ թելով։ Քիլիսի վերադիր ասեղնագործություն, մանկապարտեզում արած կլինեք, այն որ թղթից ձյան փաթիլներ ենք ստանում կտրտելով, հենց այդ նույն ձևով կտրտած է կտորը, մուգ կտորը եւ դրված է կոնտրաստով ավելի բաց գույնի վրա, ինքը պետքա երևա։ Ու այսպես ամրացված է էլի ասեղ թելով։ Հասանք մարաշին, մարաշը ուներ երկու տեսակի կար, սա հարթակարն է, այստեղ երևում է ռելիեֆները, մարաշի հարթակար, ընդհանուր պատկերն էլ նայեք, այս էլ մարաշի գաղտնակար, Նարեկի տեխնիկան, այսպես։ Մարաշի գաղտնակար ասեղնագործություն, ինչի մասին այսօր ամենաշատն ենք խոսելու իրականում, էլի հին նմուշ է, այս որ ցույց եմ տվել, մի մասը հին է, մի մասը չէ, հինը որտեղ գտել եմ դրել եմ, որը չեմ գտել ավելի նոր վարպետների գործեր են, սա հենց հին է եւ ավանդական իր գույներով։ Ինչ նկատեցիք, ինչ զգացիք, մի բառով բնութագրեք այն ձեր զգացածը այս ամբողջը տեսնելուց հետո։ Գեղեցկություն, ճաշակ, գույներ, խորհրդանիշներ, հպարտություն։ Մալադեց, տարբերվող պատմություն։ Հիմա մի ուրիշ հարց եմ ուզում տալ։ Նկատեցիք ընդհանրություն, տարբերություն էլ նկատեցիք, համ ընդհանրություն կար, համ տարբերություն կար։ Տարբերությունը իրականում բոլորն էլ տեսքով տարբեր են, բայց բոլորին միավորում է հենց այդ ազգային արժեքը։ Տեսքի մեջ ինչ ընդհանրություններ տեսակ։ Կարծում եմ այդ թելերի բարդությունն ու կառուցվածքը։ Ահա, դա էլ կա։ Զարդանախշերն էին, կարծում եմ միանման, որովհետև դե հին հայկական զարդանախշերը բոլորն էլ նման են ու գույների մեջ էլ նմանություններ կային, ավելի վարժավառ գույներ էին որոշների մոտ, այլ իրանք նուրբ, ասես ոնց որ հայկականությունը արտահայտել էին այդ գույները, կարմիրը մանավանդ։ Հա, իրական գույները իրենց խորհրդանիշ ունեն, այսինքն պատահական չեն ընտրված, հատկապես հին նմուշները, ոնց որ իրար հետ պայմանավորված լինեին, որ գույները սրանք են օգտագործելու, դե որովհետև բնական գույներ էին այն ժամանակ օգտագործում, շատ sense չէին կարա զր գույներ անեն, էլի։ Ավելի խորացել ենք պատկերների զարդանախշերի մեջ եւ եթե նկատել եք մի ընդհանրություն եւս, որ իրանք բուսածաղկային մոտիվներ են կամ էլ երկրաչափական, չէ՞։ Նկատել եք անվանումների մեջ ինչ որ բան։ Բոլոր ասեղնագործ են, ասեղով է արված։ Բոլոր ասեղով են արված, բայց այնտեղ անվանումները ընդգծված էին, տեսակ Վանի, Քիլիսի, Մարաշի։ Տարածաշրջանների։ Ահա, այդ ինչ տարածաշրջաններ են, այդ ինչ քաղաքներ են, տեղանքներ են, Արևմտյան Հայաստանի տեղանուններն է, չէ՞։ Այսինքն այնտեղից են եկել։ Իսկ Արևմտյան Հայաստանը մեր պատմական Հայաստանի մասին ենք խոսում, չէ՞։ Այսինքն մեր դարավոր այդ կողմերից եկած արձագանքն ենք տեսնում այստեղ։ Ինչ եք կարծում, արդյոք բոլոր ազգերը, բոլոր ժողովուրդներն են, որ ունեցել են ասեղնագործություն, այսպիսի բազմազանությամբ, այսպիսի բարդությամբ, ունեցել են բոլորը։ Իրականում կարծում եմ
ոչ բոլոր ազգեր ունեն հենց այդպես խորհրդանիշներ։ Օրինակ կարա էլի այլ երկրներ ունենան հենց նմանատիպ, բայց կարծում եմ հայկական հենց այդ ասեղնագործության մեջ ամեն մի թելը ինչ որ մի հատուկ նշանակություն ունի ու հենց այդ անուններն էլ կարծում եմ ընտրված էին հիշելու համար մեր մնացած 5 քաղաքները ու ընդհանուր թագավորությունները։ Կարամ եզրակացնեմ, որ ոչ բոլոր երկրներն ունեն, բայց այն երկրները, որոնք ունեն, այդքան շատ բարդ կառուցվածքով ու խորիմաստ չեն, քան հայկականը։ Ապրես, ճիշտ ես, շատ մոտ ես։ Ճիշտն ասած, քանի որ մենք այս պահի դրությամբ չենք ուսումնասիրել ուրիշ այդ հին քաղաքակրթության ժողովուրդ ազգերի մշակույթը, մի քիչ դժվար է ասենք, որ իրանք չունեն կամ ունեն, կամ ինչ տեսակի ունեն, ավելի շատ ես կկենտրոնանայի մեր հայկականի վրա, որտեղ մտածում եմ, որ որպես հին քաղաքակրթություններ այն ժամանակ հնարավոր է, որ իրանք էլ ունեցած լինեն, այդ թե ինչպիսին է եղել, այդ է ուրիշ հարց։ Ու մեկ էլ ես մեր հայկականի մեջ ինձ թվում է կա այն պահը, որ երբ որ գործվածքները արել են, բացի նրանից, որ ասենք տեղանքներով մենք տարբերում ենք, նաև ըստ առիթների, օրինակ հարսանիքի համար ինչ որ հատուկ նախշեր գույներ են արել, տնունքի համար մի բան, երեխու ծնունդի համար, ինձ թվում է էդ էլ է շատ բնորոշ մեր մշակույթին, որովհետև մենք քանի որ մեր երգերի մեջ էլ կա, չէ, օրինակ գութան անելուց գութանի երգն են երգում, լավաշ թխելուց կամ խնոցին հարելուց, նույնն էլ մտածում եմ, որ տրամաբանորեն պետքա մեր այդ գործվածքներն էր, որ արել են ինչ որ առիթների ու այո, դրան ժամանակ դրել են հատուկ խորհրդանիշեր, որ ասենք առատություն բերի, այն ժամանակ տենց են մտածել կամ առողջություն, բարգավաճում, չգիտեմ, նման բաներ ու հատուկ ուշադրություն են դարձրել նաև այդ առիթի համար ինչ գույն պիտի ընտրեն ու ինչ նախշ պիտի ընտրեն, ինչ սարդանախշ պիտի լինի, ում համար, ով պիտի կրի դա։ Կարծում եմ այդ յուրահատուկ բաները մենք հաստատ ունեցել ենք այն ժամանակ։ Ապրեք, որ այսպես լրացրեցիք, ինձ մնաց ասել միայն այն, որ բոլոր ազգերը չէ իրական, որ կարող են պարծենալ ասեղնագործությամբ, պես իմ վարպետ լուսահոգի Լալա Մնեյանն էր, որ դե ինքը ուսումնասիրել այդ, որ ասում ես մենք չգիտենք, հենց դա ինքը ուսումնասիրել է ու ասում է, որ բոլոր ազգերը չէ, որ ունեն ասեղնագործություն, որ կարող են պարծենալ այսպիսի բազմազանությամբ, դպրոցների դասակարգված է սրանք նաև, այս որ ասում ենք Վանի, Քիլիսի եւ այլն, sense հերթով ես ոչ բոլորը բերեցի իհարկե, շատ ավելի մեծ է դիապազոնը, եւ սրանք ոնց որ ամենավառ եւ իմ ամենաճանաչածներն են, կա որ ես քիչ եմ իմանում, որ սա հայկական է, այնամենավառ օրինակներն են բերել եւ որ շատ երկար չլինի եւ իրանք դասակարգված են տարբեր դպրոցների մեջ եւ սրանք խառն էին այդտեղից ցենց վերցրած ծաղկակաղ արել։ Մերը որ հաստատ է հազիվ թե մի ուրիշ ազգ գտնվի որ այսքան բազմազանության բան կարողանա ներկայացնել աշխարհին եւ ինչպես նկատեցիք կամ չնկատեցիք ամենաառաջի երկու պատկերները ժանյակներ էին, մնացածը ժանյակներ չէին, ուղղակի ասեղնագործություն էին։ Մարաշի գաղտնակարի մասին հեսա կասեմ, ինքը կարծես ժանյակ լինի կպցրած կտորի վրա իր կատարման եղանակով այդպես է թվում, բայց ինքը ժանյակ չի, ինքը ասեղնագործություն է գաղտնակար, իսկ առաջին երկու պատկերները հենց այդ ժանյակներ են եւ ժանյակով առհասարակ շատ քչերը կարող են բարձրանալ եւ մենք ունենք հեչերիկ այն էլ այսքան տեսակի։ Սա եզակի երևույթ կարելի է համարել, հա, աշխարհում մնացած ազգերն էլ չեմ ասում չունեն։ Իրանք էլ ունեն, բայց այսքան հնուց եկող չեն, շատերը գոնե, հա, եւ ավելի ուշ են զարգացել իրենց մոտ ասեղնագործությունը։ Նույն Տիկին Լալան ասում էր, երբ որ մենք ասեղնագործություն ենք կրում մեր տարածքների վրա, եւ մեր անկողնային պարագաները զարդարում ենք ասեղնագործությամբ, ամեն ինչը մեր տանը զարդարված էր ասեղնագործությամբ, ամենասովորական գեղջուկ հայից մինչև ամենամեծահարուստ ասեղնագործում ու ասեղնագործություններ ունեին տանը եւ իրենց վրա էին կրում, ասում են ռուսները այդ ժամանակ մորթու վրա էին քնում։ Երբ որ մենք ունեինք մեր ասեղնագործությունը ու մենք մեր վրա կրում էին դարերով, դարերից եկող այսպես երկար պատմություն ունի, հա։ Ռուսները այդ ժամանակ ասում են մորթու վրա էին քնում։ Սա շովինիզմ չհամարենք, բայց փաստ է, հա, նույնիսկ գուգլեցի, այդպես է։ Իրենց մոտ ասեղնագործությունը զարգացել է շատ ավելի ուշ։ Իսկ մեր մոտ երբ հազարգած, երբանից ենք մենք ասեղնագործում, սա է հետաքրքիր բան, որ պիտի մեջ բերեմ։ Հիմա մեջ բերեմ մի աղբյուրից եւ այստեղից որ կարողանանք հասկանալ թե երբանից ենք մենք ասեղնագործում առհասարակ։ Ասում են հին արևելքում ասեղնագործական արվեստի մեծ վարպետներ էին համարվում փրյուգիացիները։
Փրուգիան փոքր Ասիայում պետություն էր, որ գոյություն ա ունեցել մեր թվարկությունից առաջ 12-ից 7-րդ դարերում, մեր թվարկությունից առաջ։ Եվ ասում է, իրենց ասեղնագործական արվեստի մեծ վարպետներ էին համարվում։ Հեղինակներից մեկը նշում է, որ փրուգիական ասեղնագործական արվեստը հասել էր այնպիսի կատարելության, որ հին աշխարհում ամեն մի հիասքանչ ստեղծագործություն կոչում էին փրուգիական։ Իսկ փրուգիացիների հետ զգեստի, լեզվի եւ մինչեւ իսկ կացարանների նմանությունը որոշ պատմիչների Հերոդոտոս Գնիդացի, Քսենոֆոնտ բերել է այն կարծիքին, թե հայերը փրուգիացիների ցեղակիցն են։ Փրուգիան ասեղնագործել է այդ դարերում, դեռ մեր թվարկությունից առաջ որերորդ դարից եմ խոսում, հայերն էլ իրենց ցեղակիցն էին։ Եվ արդեն 20-րդ դարի սկզբի մի հետազոտող նշում է, որ հին աշխարհի ասեղնագործական արվեստի թիկնոցը իր վրա է կրում այսօրվա հայ կինը։ 20-րդ դարում արդեն եկան նորից հասան դրան։ Այսինքն մենք շատ վաղուց պատմություն ունենք մեր ասեղնագործությունը եկել կատարելությանը հասել իքան ժամանակվա ընթացքում եւ ունենք արդեն այդ հմտությունները, դա շատ մեծ բանի մասին է խոսում։ Հիմա նայում ենք այստեղ եւ փորձում ենք հասկանալ։ Աջ կողմում Մարաշի զարդաձևերն են, ասեղնագործությունն է Մարաշի։ Սրանք խաչքարերի եւ մեր քանդակագործության հետ զուգահեռներն են, այստեղ էլ մանրանկարչությունն արդեն։ Ահա Այս Նարեկի գործած խաչն է, այս ամենավերևի փոքրը։ Ինչ ենք հասկանում այստեղից, այս ինչ երևույթ է։ Տո ասեղնագործություն է կանանց զբաղմունք, տո մեկ էլ տղամարդկանց մեջ զբաղմունքի մեջ մտած, այս ինչ երևույթ է։ Դե որ կանանցն է, այստեղ ինչ գործ ունի։ Մանրանկարչության մեջ, որ վանքերում էր հիմնականում, մանրանկարչությունը վանքերում էին անում, եւ տղամարդիկ էին վանականները։ Ինչ ով կասի, սա ինչ երևույթ է, ինչի համար է սա։ Եթե չեմ սխալվում, հենց Մարաշի ասեղնագործությունը մոտավորապես ինչքան որ հիշում եմ, սկսվել է 10-րդ դարից, երբ որ արդեն հայ կանայք էլի գործում էին տենց ամուր, նուրբ, բայց միևնույն ժամանակ շատ պինդ, հետաքրքիր վզնոցներ, հա, որոնք միևնույն ժամանակ շատ ամուր էին։ Հետո 1915 թվականի ցեղասպանությունից հետո արդեն սկսվեց այդ Մարաշի ասեղնագործությունը տարածվել տարբեր երկրներով, ու այդ ժամանակ նաև սկսվեց զարգանալ այդ տղամարդկանց մոտ, որովհետև տղամարդիկ էին հիմնականում զբաղվում այդ խաչքարերի կերտման, ստեղծմամբ։ Այսպիսով կարանք ասենք, որ սկսվել է դեռևս 10-րդ դարից, զարգացել ցեղասպանությունից հետո, արդեն նաև ընդհանուր հայկական մշակույթի մեջ օրինակներից հետ խաչքարերի ձևավորությունն ու այդ զարդանախշերը։ Իսկ կարող է հակառակն ա եղել։ Խաչքարից անցել ասեղնագործության։ Հա։ Ինչքան որ ուսումնասիրել եմ, այս մեջբերումն էլ որ բերել եմ, որ ասում է փրուգիացիներն էին ասեղնագործում եւ այլն, ու չեմ կարծում թե մեր թվարկությունից առաջ 1200 թվականին խաչքարերի բանն էին։ Չեմ կարծում որն է քրիստոնեական շրջանից է հիմնականում այսպես զարգացած, որ այս կարգի մանրությամբ կարողանան քանդակել, հա, մինչև այդ էլի մեր հավատալիքների հիման վրա խաչքարեր կային, կարծես թե բերում են օրինակներ, բայց շատ ավելի պարզունակ էին, հա, եթե ասենք այդ տրամաբանությամբ գանք ասեղնագործությունից են վերցրել եւ այդպես նաեւ հեղինակներն էլ են նշում, կարծես թե ասեղնագործության նմուշ լինի դեմները դրած եւ այդտեղից քանդակել են։ Հասկացանք, որ մոտիվները կրկնվում են, չէ, տարբեր ճյուղերում։ Ու ես միայն մանրանկարչությունն ու քանդակագործությունը բերեցի, բայց ուրիշ տեղերում էլ կարող ենք տեսնել, օրինակ խեցեգործության վրա էլ է, ասենք խեցեգործ իրերի վրա էլ էր պատկերվում այս նույն նախշերը, բանը, հա, այստեղ իմաստն է, որ նախշը ինչու է համստեղ համընդեղ։ Սկսենք նրանից, ինչպես որ մենք քրիստոնյա լինելով, ասենք խաչը ամենտեղ պատկերում ենք որպես մեր հավատալիքն է, հա, մենք դրան ենք երկրպագում, ամենտեղ կա, հատկապես եկեղեցիներում նայես, ամենայնքնում խաչի պատկերն է, սրբապատկերներն են, հա, շրջապատում մեզ։ Մեր գլխավոր ոնց որ սիմվոլները դրանք են քրիստոնեության մեջ։ Իսկ մինչև քրիստոնեությունը, որ իրականում մենք այն ժամանակ էլ խաչ ունեինք, հեսա մի քիչ որ խորանանք, այդ ժամանակ ավելի մանրամասն դրանից կխոսենք, մինչև քրիստոնեությունը մենք այլ բաների էինք հավատում, հա, հավատալիքներ ունեինք,
տարբեր, դրանց ոնց որ պատկերումը պրոյեկցիան ներսից ոնց որ պատկերվել է այդ ձևով, հա, թռչունի ձևով, ծաղիկներ են, որ ամենասկզբում հարցրել է ինչի համար էի ասել, որ ուշադրություն եք դարձել, որ կենթանական եւ բուսածաղկային մոտիվներ են մի կողմից, մյուս կողմից երկրաչափական։ Երկրաչափականը այսպես ոճավորված նույն բանն է իրականում։ Ծաղիկներ են ոճավորված կամ թռչուններ են ոճավորված, հա, երկրաչափականներ, հենց չի որ ուղղակի քառակուսիա կամ ինչա։ Եվ քանի որ մենք ունեցել ենք այդ հավատալիքները միջքրիստոնեական շրջանում, դե որ փրուգիացիների ժամանակվանից ենք ասեղնագործում, այն ժամանակ քրիստոնեություն չկար, այդտեղի հավատալիքներն են, որ սենց եկել հասել են մինչև այսօր եւ ոնց որ տեղ կա խաչի հետ կապ չունի, քրիստոնեության հետ կապ չունի, բայց այդ նախշը եկել հասել է, չէ։ Դրանք մեզ համար կարևոր նշանակություն ունեն։ Առհասարակ չկար զուտ գեղեցկության համար։ Օրինակ, այն որ սկզբում նշեցիք, երեխեք նշեցին գեղեցկությունը, բանը, չէ։ Հին մարդը, երբ որ ստեղծագործում էր, ինքը իրական չէր ստեղծագործում զուտ գեղեցկության համար, ասենց դեկորատիվ բնույթ չէր կրում այս ամենը։ Շատ խորը իմաստներ էր կրում պահապան, հմայլների ձևով, պաշտպանիչ, ինչ որ սենց նշանակություն ուներ այս ամբողջ պատկերները, վիշապները, հեսա կտեսնեք վիշապների պատկերներն եք կտեսնեք։ Վիշապները մեր համար պաշտպանության սիմվոլներ էին, հա։ Այս բուսածաղկային մոտիվները պտղաբերության սիմվոլներն էին եւ այլն, սրանք բոլորը սիմվոլներ են։ Ու ասեղնագործության միջոցով եկել հասել է մեզ, ասում է չի կարելի ասեղնագործության անլուրջ վերաբերվել որպես միայն կանացի զբաղմունք։ Սա շատ լուրջ մշակույթ է։ Մեր հավատալիքների պատկերները բանը եկել հասել են հենց ասեղնագործության միջոցով նաեւ։ Ինչու այսպիսի ճշգրտությամբ, եթե զուտ պատկերներն էին, պարտադիր չէր, չէ՞, երևի այսքան ճշգրիտ պատկեր էին, քարի վրա, ասենք, այդքան չարչարվեին պատկեր էին, կարելի էին, ասենք, սիլուետները պատկեր էին, ու էլի Երևան որ պատկեր է, չէ՞, ասենք, շատ ճշգրիտ մանրակրկիտ պատկերած է։ Քանի որ մենք անընդհատ արշավների ենթարկվող, անընդհատ ասպատակությունների ենթարկվող ազգ ենք եղել, ու քանի որ դա մեր կյանքի լրջագույն մասերից է եղել այդ հավատալիքների միջոցով մենք պաշտպանված ենք, մեզ զգացել, մեզ շրջապատել ենք այդ ամեն ինչով եւ պետք է որ ոնց որ փոխանցենք այդ ամեն ինչը մեկ ասեղնագործության միջոցով, ու հիմնականում այդ ժամանակ դեռ միջև քաչքարերը բանազարգանային, ոնց որ ասեղնագործությունը իր վրա էր վերցրել, ես տենց եմ հասկանում։ Կան նաեւ վկայություններ որոշ տեղերում, որ իրանք քարին են փոխանցել այդ պատկերները, մանրանկարչության մեջ էլ մեծ ճշգրտությամբ այսպես պատկերված է, հա, հատկապես սելջուկների արշավանքների ժամանակ, ասում եմ, զգացում եմ, որ շատ սենց համառորեն կրկնվում են այդ պատկերները ու այդպիսի սենց մանրակրկիտ ձևով կրկնվում են։ Վախեցել են, որ կկորի, պահել են, որ Այստեղից հետո նորից վերականգնվի։ Ինչ են վախեցել, որ ասեղնագործությունը կկորի, բայց մանրանկարչությունը չէ կամ խաչքարերը չէ, դա պարզ է, որովհետև նա նուրբ կտորի վրա է արված եւ մենք սովորություն ենք ունեցել, ինչպես գիտեք, ասենք փախոստի ժամանակ հետները ինչ չեն կարողացել տանել, բայց թանկագիներ թաղել են հողի մեջ, որ պահպանեն, հետո հետ կգան, կվերցնեն ու փրկված կլինի։ Բայց ասեղնագործությունը այդպես չէր պահպանվի։ Դրա համար ոնց որ դարդ է տարել, էլի։ Թելի անցումները նույնիսկ, ինչպես տեսակ որ մեծացրեցի, թելի անցումները, բան, ամբողջը սենց լավ պատկերված է, որ հետագայում ասում է, նույնիսկ եթե ասեղնագործությունները կորած լինեն, այդ ավանդույթները չլինեին, ասում է, հնարավոր է շատերը եւ նաեւ կորել են։ Հնարավոր է որ մի քիչ խորանաս, այդտեղից վերականգնես որոշ ասեղնագործության տեսակներ այսօր կորած են, բայց եթե խորանաք, կարող դրանք վերականգնել դրանցով։ Այսինքն իրանք դրա հոգսը այդպես արել են, որպեսզի մեզ փոխանցվի։ Այսպիսով հասկանում ենք, որ ասեղնագործության չի կարելի այդպես վերաբերել մենակ կնոջ գործը, ու նաև կնոջ գործը, բայց այդ պատկերներով ներծծված գործը, ինքը հենց այնպես չի դա արել, ինքը բան է փոխանցել հաջորդ սերունդներին։ Այսպես պետք է վերաբերվենք, որ իմանանք, այս ինչ է ու հասկանանք, որ սա պաշտպանության կարիք ունի նաև, հա, այսօր հատկապես։ Այստեղ մենք օրինակը բերեցինք հենց եկեղեցիների առումով, որ ասացիք ասեղնագործությունը այդ հողի տակ թաղելով հա չէր կարա պահպանվել։ Կարծում եմ հենց այդ ինչ որ կերպով եկեղեցիների հետ էլ կապ ունի, որովհետև այդ եկեղեցիների վրա էլ ինչ որ կերպով կա այդ նախշերը ինչ ասեղնագործության մեջ։ Այսինքն կարամ եզրակացնեմ, որ ընդհանուր ասեղնագործությունը պահպանելու համար կոպիտ ասած ասեղնագործել են նաև հա այդ քարերի վրա, որ կարենան հենց այդ քարերով շարունակեն ու պահպանեն այդ ազգային արժեքը։ Ուղղակի հիմա քրիստոնեական շրջանում մենք խաչն ենք պատկերում, հա, զարդանախշերի մեջ չենք խորանում, թե դրանք ինչ էին առաջ նշանակում։ Ասեմ ավելին, քրիստոնեությունը որ եկել է, այդ զարդանախշերը ոչ թե կորել են, այլ ձևափոխվել են, եթե առաջ ասենք կենաց ծառներ դուրս գալիս, հեսա մի քիչ որ խորանանք, կտեսնեք կենաց ծառը, այդ ինչ է, որ ասում են կենաց ծառ, բայց երբ որ քրիստոնեությունը եկավ, մեր զարդարվեստին ավելացավ խաչը, կենաց ծառի փոխարեն խաչը եկավ, հա։
մեր զարդանախշերը իրականում sense բարություն են փոխանցում, բարեմաղթանքներ են իրականում։ Այդ զարդանախշերով ասեղնագործված օրինակ ծածկոցները պտղաբերություն խորհրդանշող աճ մանզարգացման մասին էին դրանք։ Քրիստոնեությունը դրան դեմ չի իրականում, էլի, հա, էլի աճեք, զարգացեք, ծլեք, զարգացեք, մեծացեք, լցրեք երկիրը։ Էլի պտղաբերության մասին է խոսում, հա, այնց չի որ իրար հակասում են։ Ուղղակի սիմվոլներն են մի քիչ փոխվել, վերափոխված է, եւ մենք քիչ-քիչ մոռացել ենք նրանց նշանակությունը։ Արդեն խորանանք բանի սիմվոլիկայի մեջ, թե որը ինչ էր նշանակում ավելի մանրամասն։ Այստեղ ուրեմն այս մարդը Հալեպում էր ապրում, ինքը նկարիչ է ու լուսանկարիչ, պրոֆեսիոնալ։ Ինքը Սիրիայի տեղի ունեցած պատերազմից հետո 2011 թվականին տեղափոխվել է Հայաստան, հիմնավորվել է Հայաստանում, բայց ինքը այնտեղ էր ապրում։ Քանի որ մենք ունենք այնտեղ հարուստ ժառանգություն, ասեղնագործողներ շատ էին Սիրիայում, հեսա կասեմ այդ ոնց եղավ։ Եվ ինքը այնտեղ ասեց, տեսա, հիացա, սկսեցի ավելի խորանալ, ուսումնասիրել, թե ինչ է, ոնց է, այս ինչ երևույթ է մեր մեջ, այս գեղեցկությունը եւ այլն։ Սկսեց խորանալ, բայց նյութերի պակաս ուներ եւ մեկ էլ տեսավ շուրջը բոլոր ասեղնագործում են, ասում Հալեպը ասեղնագործության կենտրոն կարելի է համարել մեր հայերի համար։ Այնտեղ ապրելով ինքը սկսեց նկարել, լուսանկարել դրանք, հավաքեց եւ մի ամբողջ գիրք հրատարակեց Մարաշի ասեղնագործության, 2 հատ այն թափի ասեղնագործության, այն որ ասեցի թուրքերը իրանցով են արել, 2 հատոր դրանից ունի մեջ ամբողջ լուսանկարներով, ով է արել, երբ է արել, ոնց որ sense անձնագրեր լինեն ամեն աշխատանքի համար, այդ մարդը ահռելի մեծ աշխատանք է կատարել եւ իր ելույթներից մեկը գտա, այստեղ կոնկրետ նախշերի վրա կբացատրի, սա Սարդարապատում է գտնվում այս նմուշը, Մարաշի ասեղնագործությունը, ասում ինքը թվագրված է 19-րդ դարով։ Այսքան պատմելուցս հետո արդեն հասկացանք, որ 19-րդ դարով է թվագրված, բայց դա չի նշանակում, որ ժամանակը առաջացել այս մոտիվները, այս զարդանախշերը, չէ, հնուց եկած, այսպես փոխանցվել են։ Ու հիմա ինքը պատմում է հենց այս օրինակի վրա։ Ուրեմն տեսեք, այս նախ շատ կարևոր է ինչ որ այս կենտրոնի նշանը, որը մենք խաչն ենք, հավասարաթև խաչն է, չէ, այստեղ քրիստոնեական իմաստով չի հանդես գալիս։ Խաչը 4 կենսական ուժերի միասնության նշանն է, ըստ այդ անենք որ Մնացականյանի, որպեսզի իջելու փանջերն է զարդաձևերը բազմաթիվ ձևերով է մեկնաբանվում, ինչ որ է։ Ուրեմն 4 կենսական ուժերի միասնությունն է խաչը։ Ուրեմն 4 կենսական ուժերի արդահայտություններից մեկը հավասարաթև խաչն է։ Հիմա դա դրված է ռոմբի մեջ, չէ, փոքր շեղանկյան մեջ, որը խորհրդանշում է սերմ հատիկը։ Ուրեմն սերմ հատիկի եւ 4 կենսական ուժերի միասնությունն է։ Եվ դա ինչով է ապացուցում։ Ապացուցում է այս սերմ հատիկից աճած, տեսեք, սրանք կարելի է ծիլեր ասել կամ ծառեր ասել, այս 4 նիստերի վրա աճել են սրանք։ Դա նշանակում որ այստեղ գոյություն ունի հատիկը, որովհետև հատիկը ծնվելու հատկություն ունի, չէ՞։ Ուրեմն այս կենտրոնական մասը բացարձակ անախորտության պահպանված ձև է, որը իր տարբերակներ ունի գորգերի եւ այլ ասեղնագործությունների մեջ։ Դրանից բացի, այս օրինակը չափազանց կարևոր է ինչ իմաստով, որ տեսեք եզրանախշը, չէ, եզրակոդիի մեջ այս սրանք վիշապներ են։ Եվ այս նույն բանը մենք տեսնում ենք բազմաթիվ ասեղնագործությունների մեջ եւ գորգերի մեջ, սա նույնպես արտարացնում է այն գաղափարը, որ վիշապը ստորգետնյա ջրերի եւ կենաց ծառի, այսինքն կյանքի պաշտպանն է։ Երբ որ շրջանակները վիշապով են անում, այդ շրջանակով պաշտպանում են ներսի կյանքի ոլորտի մեջ գոյություն ունեցող երևույթները, որոնց մեջ մտնում են կենաց ծառերը եւ ուրիշ ուրեմն ծլարձակած սերմեր, այս սրանք են սերմեր, որ երկու կողմից աճել են։ Ուրեմն Մարաշը 2 տեսակի է եղել, ինչպես ասեցի, հարթակար եւ գաղտնակար։ Հարթակարը կոչվում է նաեւ զեյթունի կար, օդասեղ։ Հարթակարը առանձնահատկությունն է, որ բուսածաղկային այսպես մոտիվներ են, երկրաչափական չեն, տեսնում եք, ասենք սիրուն ծաղիկներ են եւ վառ գույներով են հիմնականում։ Սա հարսանիքի տեսարանն է, 3 կենաց ծառեր են կենտրոնում, տեսեք։ Այսպես ոնց որ կյանքի խորհրդանիշներ որպես ցույց է տալի որ գառը ոնց է մատաղի գառ են տանում ինչ որ այստեղ այս կողմում նույնիսկ քահանան է երևում խաչով այսինքն ամենայն մանրամասնությամբ եթե տեսնեք ցինց մի ամբողջ հարսանիք է իրականություն մնացած անկյուններն էլ ցինց ուշադիր նայենք տեսնենք որ կյանքը հորդում է
էներգիա է, ասենց շատ լավ։ Մարաշի հարթակարն է, որ այսպիսի հնարավորություն ունի։ Այլ բանա Մարաշի հյուսվածը, որ ավելի երկրաչափական են պատկերները, այստեղ նայեք, ասենք չես կարող այստեղ հարսանիք ցույց տալ, այստեղ սիմվոլներ են։ Նրանք էլ են սիմվոլներ, ուղղակի նաև sense մոտ են իրական պատկերներին, իսկ այստեղ ավելի սիմվոլիկան, ավելի երկրաչափականի միջոցով է փոխանցված։ Այս հին նմուշը 19-րդ դար, սա էլի Մարաշի հյուսված կառն է, մի քիչ sense ուղղակի վայել ենք, էլի հին նմուշը, Ասատուր Մնացականյանը մեր զարդարվեստը ուսումնասիրած ամենալուրջ աշխատությունների հեղինակն է ինքը, որի գրքից նաև ժամանակին երեխեքի հետ ուսումնասիրում էինք մեր զարդարվեստը։ Այս մոտիվները, այս սրանք վարսանդապտղային մոտիվներ են իրական։ Հա, համկենաց ծառ են ասում, ինչպես էս մարդը ասեց, տարբեր ձևով են մեկնաբանվում, էլի ամբողջը պտղաբերության իմաստն են գրում։ Էս էլի հին նմուշը, Մարաշի, տեսեք ամբողջը երկրաչափական այդ գաղափարները երկրաչափական պատկերների միջոցով են փոխանցված։ Այս էլ ինձ համար գլուխ գործոց է։ Գիտեք, հիմա ասացի, որ ես նկարիչ եմ, եւ հավատացեք, որ զուր որպես գեղարվեստական իր այսքան գեղեցիկ գործ քիչ է պատահում։ Կերպարվեստի բնագավառում նույնպես, որ եւ կա գույների այսպիսի ներդաշնակություն, կարծեք սիմֆոնիա լինի։ Եվ հələ տեսեք, թե ամենի ինչ չափով, ինչ գեղեցկությամբ է եկել մտել դրա մեջ։ Հիմա դրա համար էլ այսպիսի բաները, եթե մենք կարծում ենք, որ դա կարող է, ասենք, կին հանգարց նստյանը, այդպես չի ավանդույթով եկած հնագույն մշակույթն է սա։ Սրա մեջ նորից, եւ տեսնում ենք, այդ կենտրոնում խաչով է սկսվում, նորից ծլարձակած ծառերը։ Իմիջիայլոց այս կենտրոնի ծառը անպայման իրենք հատուկ շեշտված մի շրջանակով են փակում։ Այս կողքի շարքը, եթե տեսնում եք, սրանք ուրեմն աճած կենաց ծառերը եւ սերմեր են։ Իմիջիայլոց այս լուծումը, երբ որ աճած եւ փակ սերմերը միասին շղթա են կազմում, սա շատ հին մոտիվ է, այսպիսի մի զարդացև կա, հրագական որմնանկարներից մեկը, որ հիմա պատմության թանգարանում ցուցադրվում են, նույն իմաստով, որ բաց եւ փակ սերմերի շարք է իրար մոտ դրված, որը կազմում է ըստ վերլուծության, կազմում է կյանքի շղթան։ Հիմա ավելի մոտիկից ես նմուշը ցույց կտամ եւ մեր Աննան, ինչպես խոստացել է, հետս պիտի վարի այսօր, մեր Աննան ձեր շարքերից նաեւ, հա, որ ասենց երկու կողմից, համ իմ կողմից է, համ ձեր պիտի ներկայացնի, պիտի մեկնաբանի Այս նկարում, ինչպես տեսնում ենք, հիմնական գերակշռող նախշը շրջաններն են, էլի կլորները, ինչպես բացատրում էր, ու հիմնականում ինչ են խորհրդանշում, արդեն ասվեց, որ խորհրդանշում են սերմը։ Այստեղ ոնց տեսնում ենք, հիմնական պահպանված է սիմետրիան, բայց կան որոշ դեպքեր, որ մի փոքր խախտված է, ու բացի այդ շրջանը կիսված է։ Դա իրականում առաջին հայացքից թվում է թերություն, աչքին միանգամից որպես դեֆեկտ է ուղեղին հասնում, բայց այստեղ իրականում շատ խորը նշանակություն կա, երբ որ այս շրջանը կիսված է, մի կողմը բաց է, նշանակում է սերմը կիսված, այսինքն դա խորհրդանշում է պտղաբերությունը։ Ընկեր Լարիսան էլ սկզբում ասեց, որ դա մաղթանքի պես մի բան է եղել, եթե բոլոր շրջանները փակ լինեին, կնշանակեր այն մարդուն, որ նվիրում կամ ում համար որ պատրաստում են, չեն ցանկանում, որ սերունդը շարունակվի, իսկ այս մոտիվները բացված վիճակով համել ցանկության բարեմաղթանքի նման է փոխանցվել սերնդեսերունդ։ Մեջտեղի շրջանից ձախ եւ աջ մասերում տեսնում ենք 4 կենսական ուժերին, որը կոչվում էր նաև կենաց ծառ, եւ դրանց մոտ նույնպես կա բացված սերմը։ Դա հենց նշանակում է, որ կյանքի շարունակությունը դեպի կենսական ուժերին ուղղված։ Այս աշխատանքը եղել է բարձի երես ու հիմնականում նվիրել են հարսանիքներին, որպես արդեն ասեցի, բարեմաղթանք։ Հիմնականում հիմքը գաղափարական է, ոչ թե պարզապես դեկոր, ինչպես բոլոր
ասեղնագործության նմուշներում նկատեցինք, ու սա նշանակում է, որ մեր ժողովրդական արվեստը շատ մոգական նշանակություն ունի։ Այստեղ նաև հատկանշական է նշել, որ բոլոր նմուշները, նախշերը, մոտիվները վերաբերում են ոչ միայն մարդուն, այլ նաև կենդանիներին, բույսերին, արդեն բուսական տեսանկյունից էլ կարելի է այդպես բացատրել, ասել, ու հիմնականում այստեղ ինչն է կարևոր, որ կյանքի սկզբի ընդհանրացված գաղափարն է, կյանքի շարունակությունը, առատությունը ու բոլորի համար նույնն է։ Այստեղ նաև նշում ենք, որ մարդը բնության հետ ինչքան մեծ կապ ունի, հենց դա էլ է խորհրդանշում, ու հիմնական 4 տարերքները կենաց ծառի, դա էլ արդեն նախաքրիստոնեական շրջանից, երբ որ չի եղել խաչ, ընկեր Լարիսան էլ նշեց, այդ ժամանակ որ քրիստոնյա չէինք եղել, որտեղից պետք է խաչ ունենայինք, ու այդ ժամանակ արդեն եղել են 4 տարերքները, հողը, ջուրը, կրակը եւ օդը, ու հենց կենաց ծառն էլ դրա խորհրդանիշն է։ Կենաց ծառը կյանքի խորհրդանիշն է, այստեղ մի հատ ճշգրտում անեմ, իսկ խաչը ունեցել ենք ուղղակի քրիստոնեական իմաստով չէր, էլի դեռ քրիստոնյա չէինք, հենց դա խաչի 4 թևերն են խորհրդանշում 4 տարերքները բնության՝ հողը, օդը, ջուրը եւ հուրը։ Այդպես, կենաց ծառը էսա։ Այսինքն ներսից sense դուրս եկած, այս ամբողջը կենաց ծառն է ոնց որ համարում, էլի, այս քնարաձև էս մոտիվը ինքը կենաց ծառն է։ Ու բանը, տակը այս սերմից դուրս եկած, ոնց որ ծլած դուրս եկած, բացվող սերմեր են սրանք։ Իսկ այս սրանք, այս տեաձև նախշերը, վիշապներ են։ Ու մարաշի հյուսված կարում վիշապները այսպես թևիկներով են, ոնց որ դուրս եկած թևիկներ ունեն։ Եթե ոնց որ ուրիշ տեղերում կարող առանց թևիկների էլ լինեն, ապա մարաշում այսպես ավանդաբար թևիկներով են դուրս եկել, պատկերվել։ Ասատու Մնացականյանի գիրքը շատ հետաքրքրական տեղեկություններ է բանանում, որ ասենք առհասարակ այս եռանկյուններն են նույնիսկ վարսանդապտղայի մոտիվների երկրաչափական պատկերներն են, բան, ասենց շատ հետաքրքիր նյութ էր, երբ որ ժամանակին ուսումնասիրում էինք։ Այս էլ պտուղն է ասում, սերմը այս երկու կողմից ոնց որ սենց բացվել է, մեջից պտուղն է այս։ Ես որ գործում էի բարձի վրա, իմ մարաշի, այսպես ասած, դիպլոմային աշխատանքս, որ վերջացրեցի, հատուկ քարտեզ ինձ ուղարկեց իմ դասատուն, այսպես ասած, ու ես այդ քարտեզը տպեցի թղթի վրա, շատ բան, որ չափերը համապատասխանեն, որտեղ նախորդ արդեն բարձի չափերն ունեի, հետո պիտի թղթի վրայից անցկացնեի բարձի վրա, որ ճիշտ լինի ամեն ինչ, ու էլի ինչ որ մի բաներ իմ համար տենց չէր, որ իդեալական ոնց որ ես կուզեի։ Հիմա ես նայում եմ այս մեծ գործերը ու իմ գլուխը պտտվում է, այս մարդիկ այդ սխեմաները ոնց են այս կտորների վրա ունեցել ու սենց հավասար ամեն մեկը ընտիր այս չափերի արել են։ Իմը մի հատ բարձի կտոր էր ու ես այդքան խառնվել էի իրար, ստեղ նայում եմ այս հրաշք աշխատանքը ու մտածում եմ այս մարդկանց ուղեղը ոնց է աշխատել, իրանց ձեռքերը, այդ շատ կարևոր է իմ համար, ես որ անում եմ ու պատկերացնում եմ, ինչ աշխատանք է տարվել, այդ պատկերացնելու չի, եթե դու ինքդ չես անում, չես կարող հասկանալ սրա խորությունը, այդ է ուզում ուղղակի ասեի։ Հեսա կասեմ դրա պատասխանը։ Ով կուզենա, այս ամեկնաբանի, օրինակ, այս բուջուրիկ մոտիվը, շատ լսել։ Սերմերեն հարցնում ես, թե վստահ ես։ Վստահ։ Ահա, սերմնա չէ, բացված արդեն մեջ պտուղը երևում է, այսա կծլի։ Հասկացա՞ք։ Ու ամբողջ գորգը, ասեղնագործված գորգը էլի սա։ Ամբողջ գորգը այս բաներն է, այսինքն ամբողջությամբ այդ անընդհատ դրա մասին է խոսում։ Այս կենտրոնն էլ մի քանի սենց շրջագից իրար հետ, սենց մի քանի շերտով շրջագծված։ Այս հենց դա ոնց որ էլի սենց ահա փոքր բանով է սերմ։ Համ ես մեծով էլ էլի շրջագծերի մեջ սերմը իր մեջ էլի հաջորդ սերունդում ինքը էլի սերմա պարունակելու մեջ էլի սերմա պարունակի, այսինքն սենց անverջ այդ շղթան է ցույց տալիս, հա? Այդ այնց գաղափարներ են սրանց մեջ։ Բնիկ մարաշցի երկու պապիկ կիսվում են իրենց հուշերով city with a lot of trees and greenery and running water all over. Every house had a running water 24 hours a day and gushing down from the Taurus Mountains where the snow used to accumulate during the winter and give us that beautiful water during the summer.
we had channeled those streams to go through the houses. And I remember a stream of ice cold water coming from the mountain that had been channeled right through the basement of the house. And we would put fruits and watermelons and meats, the watermelons right in the cold water. Ուրեմն Մարաշցի այս երկու պապիկները պատմում էին իրենց քաղաքի Մարաշի մասին։ Սկզբում նկարագրում են, որ լի է ծառերով, կանաչապատ տարածքներով ու ամենակարևոր բանը իրենց համար դա հոսող ջուրն էր։ Ամեն տուն ուներ օրը 24 ժամ հոսող ջուր, որ գալիս էր մոտակա Տավրոսի լեռներից։ Ձմռանը ձյունը կուտակվում էր սառչում, իսկ ամռանը հալչում էր ու հոսում դեպի քաղաք։ Երկրորդ մասում արդեն ասվում էր, որ տեղացիները այնպես էին փոխել ջրի հունը, որպեսզի հոսի տների նկուղով ու ամռան ընթացքում այդ շոքին, տապին, ձմերուկը, միրգը, միսը դնում էին այդ սարերից եկող սառը ջրի մեջ, որ զովանան ու այդպես իրենց շատ մեծ օգուտ էր տալիս։ Սերիկ Դավթյանից մեջբերում անեմ, թե ովքեր էին առհասարակ մարաշցիները, ինչ էին անում։ Մարաշցիները շատ աշխատասեր էին եւ զբաղվում էին տնայնագործական արհեստներով եւ իրենց հումքից սկսած մինչեւ պատրաստի արտադրանք կարող էին բոլոր տներում ստանալ։ Հումքը բամբակյա կտորներ, օրինակ ամբրթից, ոստայնանկություններ շատ զարգացած, առհասարակ Մարաշը շատ հայտնի արհեստների քաղաք էր Արևմտյան Հայաստանում, այնտեղ ապրում էր 20-ից մոտ 30,000 հայ եւ հայերի մոտ էին զարգացած բոլոր արհեստները, մասնավորապես նշում է ոստայնանկություն, ներկարարություն, ասեղնագործություն, գորգագործություն, կարպետագործություն եւ այլն, այսպիսի արհեստներն էին շատ զարգացած, հատկապես ասեղնագործությունը, որ աչքի էր ընկնում։ 19-րդ դարում սկսել են Մարաշ գալ միսիոներներ, որոնք իրենց հավատքի հարցերից բացի նաև զբաղվում էին տեղի արտադրանքին զարկ տալով։ Մարաշցիները աշխատում են, իրանք արտահանում էին Անգլիա, Եվրոպա, Ամերիկա, այդ ոնց որ այդ մարդկանց միջոցով արտահանվում էր աշխատանքը։ Այնքան շատ էին արտադրում տենց բաներ, որ ներքին պահանջարկը բավարարելուց հետո արդեն արտահանելու վրա էր ասում։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Մարաշի ասեղնագործությունը միայն մարաշցիների մոտ էր, Մարաշում միայն կարող էին հանդիպել։ Առաջին համաշխարհային պատերազմից փախած Մարաշից դուրս եկած մարաշցիները պատասպարվել էին Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում եւ այնտեղ սկզբից ճամբարներում էին ապրում։ Օտարերկրացիները, որ այդ ճամբարների կողքով անցնելիս նշում են, որ իրենց ուշադրությունը գրավում էին այդ մարդիկ արդեն հնացած այդ գորգերը ասեղնագործ, իրենց ուշադրությունը գրավեցին, ասում են հին է, բայց այնքան վառ է, այնքան սիրուն է, երբ որ իրանք լվացքի օրերին ասում են փռում էին արևին, որ չորանան, ոնց որ շատ մեծ ուշադրություն էր գրավում այդ ու հետաքրքրություն էր առաջացնում այդ իրանց տեսքով։ Եվ ասում է այս մարդիկ իրենց հետ բերել են այդ հմտությունները եւ շարունակում են էլի ստեղծագործել, անչափ աշխատասեր են, նշում են, որ ասենք ամենափոքրից մինչեւ ամենաձեր այդ ձեռագործով էին զբաղված, փոքրերը նույնիսկ դասգահի առաջ նստում էին եւ կարպետի, ասենք կիսա ինչ որ sense մի մոտիվ ավարտում, երբ որ տեսնում էին, որ իրանց նայում են այդ բան են անում, sense հիացած, ամաչելով փախնում էին, ասում թողնում էին գործը կիսատ ու փախնում էին, այսինքն ոնց որ փոքրուց մեծ դրանով էին զբաղվում։ Եվ քանի որ, ինչպես ասեցի, ամենաառաջին գործողությունից մինչև վերջինը իրանք կարողանում էին ապահովել, սկսած կտավը ստանալուց, այդ ոստայնանկությունը կտավ ստանալու process-ն է։ Կտորը ստանում էին, թելը ներկում էին ու արդեն պատրաստ էր ասեղնագործության, ինչպես էին անում այդ մեծ կտորները, ոնց էին այդպես սիրուն գծագրում, դաջազարդություն էլ կար, ուրեմն զարգացած, իրանք դաջվածքներ ունեին հատուկ գծագրերի համար։ Եվ երբ որ բաց գույնի կտորի վրա էին ուզում ասեղնագործել, հատուկ մարդիկ կային հենց գծագրով, իրենց դաջվածքներով գալիս էին։ Երբ որ ուզում էին բաց կտորի վրա ասեղնագործություններ պետք, իրանք կանչում էին, իրանք գալիս էին, հենց տպում էին կտորի վրա, թաթախում էին բանի մեջ, լեղակի մեջ, լեղակը գիտեք, չէ՞, կապույտ, որ լվացքի համար օգտագործում էին մամաների ժամանակ։ Լեղակը մեջ էին թաթախում, բաց գույնի կտորի վրա ասենց տպում, դաջում ու հետո մնում էր ասեղնագործել։ Իսկ եթե մուգ գույնի կտորի վրա էր, օսլայի մեջ էին թաթախում, այսպես տպում ու վրան մնում էր արդեն ասեղնագործել։ Հասմիկ իմացար։ Հա, բայց մեկը այդքան մեծ չափի անելը, մեկը խնդիր է, գիտես, որտեվ այդ մեծը անելը պիտի կտոր անեն ու նենց ուշադիր լինեն, որ նախշը չխառնվի, էլի։ Գիտես, ես ինչոյի համար եմ հիանում այդ գործերով նաև
Երեխեքին էլ ուզում եմ, որ այս մասը ուշադիր լսեն։ Հիմա այնքան ծրված է մարդու ուշադրությունը կենտրոնացում այս ժամանակակից աշխարհում, ու հիմա ինչ որ մի բանի վրա կենտրոնանալու համար մեր ջանքեր են պետք, շատ մարդիկ գիտեն, որ նույնիսկ չեն ուզում ջանք գործադրեն, ոչ է կենտրոնանան, ու իրանք միշտ այսպես ծրված են, ուղեղները աշխարհում եք ման գալի։ Բայց այն ժամանակ ինչքան կարողացել են իրանք կենտրոնանան այդ ամեն ինչի վրա ու այդ մեծ գործերը անեն ու ինչքան համբերություն են ունեցել, դրա համար էլ արդյունքները մինչև դարերով եկել է։ Այսօրվա արածները ինչ մտածում ինչու պիտի դարերով անցնի, չեմ գտնում դեռ ոչ մի բան, երևի արհեստական բանականություն է, կատակով եմ ասում, բայց այն ժամանակ, որ մարդիկ ինչքան ամեն ինչը լուրջ են վերաբերվել պատասխանատվությամբ ու այդ ամեն ինչը արել են, այս շատ գովելի է, էլի մի տեսակ մանավանդ հիմա որ նայում ես, որ մարդիկ չունեն այդ համբերությունը, արագ ինչ որ բաներ, մի քիչ տես երկարումա ասում են, այ հոգնեցինք ուշադրությունները չեն կարող պահենք, այս վատ իմաստով չեմ ասում, ուզում եմ ուղղակի մարդկանց ուշադրությունը դրա վրա եւս էլի ուղղորդեմ։ Այդ որ մեդիտացիաներից են խոսում, հակասական խնդիր, էդ էլ է մեդիտացիայի տեսակ։ Ինչ է մեդիտացիան։ Մեդիտացիան ինչ որ դու նստես մեկը քեզ ասի ինչ մտածես, ինչ չմտածես, չէ։ Մեդիտացիան այն է, որ դու կենտրոնանում ես ինչ որ մի բանի վրա ու առօրյա ամեն հոգսերից, խնդիրներից քո ուղեղը կտրվում է եւ հանգստանում է։ Հիմա նույնը ես երբ որ գործում եմ, ես խաչքարել եմ անում եւ ամիսներով տևել ասենք գործեր ունեմ։ Սա էլ մեր հայկական ինձ թվում է մեդիտացիայի ձևն է եղել։ Ներհայում, նոր կենտրոնացում ու ստեղծագործել են իրանք այդ ընթացքում, ոչ թե մենակ նստել անջատվել ինչ-որ բաներ են մտածել կամ չեն մտածել, իրանք այդ ընթացքում ստեղծագործել են, այդ է հրաշք, այդ հրաշք է, իրոք, իմ համար ամեն դեպքում չգիտեմ։ Որովհետև իմաստներ են պարունակել այդ աշխատանքները, Այո, իմաստ կար, այո, բոլոր աղջիկները փոքրուց ասեղնագործում էին եւ ասեղնագործությունը կատարվում էին մեծ մոր ղեկավարությամբ, որն իր ամբողջ գիտածը սովորեցնում է իր թորնիկներին, իր շրջապատի երիտասարդ աղջիկներին, այդպիսով հին կարերը անցնում են սերնդից սերունդ եւ պահպանվում ընտանիքներում։ Այդպես է պահպանվել մեր բոլոր կարերը, հա, տատիկներն են սովորացրել, ինչպես իմ դեպքում, որ սկզբից ասեցի, եզակի դեպք չի, հա, գիտեք, տատիկներն էին սովորացնում աղջիկներին, որ ամեն ինչ կարողանան անել եւ աղջիկը իր հետ օժիտ էր տանում ավանդական 6 կտոր։ Այնտեղ հատուկ նշվում է ինչ կտորներ են 1946 թվականին Սփյուռքից Հայաստան փոխադրվեցին, դե որ գաղթել էին Սփյուռք, այդ որ ասեցի Սիրիա, Լիբանան եւ Եգիպտոս հիմնականում, այնտեղից տեղափոխվեցին շատերը Հայաստան եւ իրենց հետ բերեցին ասեղնագործության ավանդույթները նախկին մարաշցիները եւ բնակություն հաստատեցին Երևանի նոր մարաշ, նոր Զեյթուն թաղամասերում եւ Հայաստանի այլ վայրերում։ Մինչև 1956 թիվը մարաշը որևէ ազգի մոտ չէր հանդիպում, միայն նույնիսկ մնացած տեղերում էլ չէր հանդիպում հայկական, հա, միայն մարաշցիներն էին ասեղնագործում, միայն իրենցից կարելի էր գտնել դա եւ 1956 թվականին այս բանի գրքի հեղինակը, որ ասեցի գլխավոր ուսումնասիրողն է մեր մարաշի ասեղնագործության, ասում է գնացել էր Մոսկվայում հնդկական կիրառական արվեստի ցուցահանդեսեր եւ այնտեղ հնդկական հագուստների վրա ասում է հանդիպեց մարաշի ասեղնագործության, բայց մեջը հայելիներ կային փոքրիկ։ Իրեն ասեցին, որ այդ հայերն են տարել Հնդկաստան ժամանակին, հայերը արհեստանոցներ են հիմնել եւ այնտեղ հնդկուհիներ եւս աշխատել են, այնտեղ իրանց ոնց որ հայերն են իրանց սովորացրել։ Ասում է ինչքանով աստույգ, թե իսկապես այդպես է տարածվել, թե չէ Հնդկաստանում, բայց մի բան ամենակստակ, որ հայկական ասեղնագործության որևէ տեսակի մեջ չկան հայելիներ, հնդիկներն են, որ հայելիներ են ավելացում։ Եթե տենց բան տեսնեք, մեր մարաշը ու մեջը հայելիներ, իմանաք, որ այսպես բանա, մի քիչ sense բան պատմություն կա դրա հետ կապված, բայց մնացած տեղերում միշտ մարաշը հայկական է, բուն հայկական։ Մարաշի հետ ավարտեցի նյութը, հիմա ուզում եմ ձեր տուն տանելու բաններ ցույց տամ ու ավարտենք։ Երեխեքից մեկը հարցնում է, որտեղ կարելի է գտնել հայկական նախշերով զարդեր եւ դրա համար ես ունեմ այստեղ պահած պատկերներ, որ համել ծանոթանաք տեղի մեր այսօրվա վարպետների աշխատանքներին, բրենդները վրան պահել ենք, որ հեղինակային աշխատանքը չխախտենք, Անյա ձեռագործ բրենդն է, իրանք
այսօր այսպես ժամանակակից լուծումներ են տալիս Մարաշին։ Այս ծովակ Կանթարջյանը հենց Բեյրութից տեղափոխված վարպետ է, իր աշխատանքներն են, սա լրիվ նոր բրենդ է, մինիմալիզմի մեջ աշխատող։ Սա Մարաշի ասեղնագործության արձագանքը արծաթի վրա զարդերի։ Սա այն թափի արձագանքը։ Մարաշի հարթակարը Magic Needle ապրանքանիշն է, իմ ուսուցիչն է, իսկուհին, Կարինի Ժանյակն է, որ այսպիսի վառ բաներ է ստանում, ինքը բրոշներ են սրանք, կախազարդեր են, չոր, այս շատ սիրուն բաներ է, այսպես էլ կարելի է օգտագործել, այսինքն ինքը զուտ բան չի, թանգարանում պահելու համար չի, հա, կարող ենք այսօր մեր վրա կրել։ Սա գլուխգործոց է, Արմինե Աթոյանն է գործում, Կոմիտասն է, Ժանյակով, պատկերացնում եք, Ժանյակը այստեղ էլ կարելի է կիրառել։ Ինքը Ժանյակով են արել։ Այն միագույն Ժանյակով։ Այդ օքերի մասը ո՞նց է։ Էլի Ժանյակը ավելի խիտ է գործված, ամբողջությամբ Ժանյակ է, ինքը նկարչուհի է ու շատ կրեատիվ մոտեցումներ ունի։ Ժանյակի ծնունդն է անվանել սա, Ժանյակը, անմահության ուղին, այսօրվա մեր ամբողջ զրույցը սրա մասին էր, որ անմահության ուղի է իրականում, հա, մեզ համար ոնց որ բանը Ժանյակի միջոցով մեր անմահությունն է, չէ՞։ Եկել հասել է մեզ միջև ու ինքը այսպես ցուցահանդեսեր իր աշխատանքներն են։ Էս էլ է, էլի Իրանն է, քուղակար է, որ ցույց է տվել տարազների վրա, այսօր ինքը քուղակար անում է։ Տարազները ոնց որ վերականգնում, այսպես։ Սա էլի զարդեր են, ուղղակի Մարաշի հետ կապված չեն, դրա համար ես կողմ բերեցի, Նարեկացին բրենդն է, ավանդական նախշեր են օգտագործում մանրանկարչությունից եւ մյուս հին զարդերից ոգեշնչված, այսպես տեսեք, էլի հյուսված տարերն են։ Հաջորդը կադրամիդե ապրանքանիշն է, ունեմ իրանցից մատանի շատ եմ սիրում։ Այս էլ թևոսն է, էլի մանրանկարչությունից ինչպես տեսնում եք, այսպես վերջացրինք։ Ես ես բոլոր համ աղբյուրները, որտեղից որ ինֆորմացիան հավաքել եմ, դրանք էլ կդնեմ առանձին թրեդով, բանն էլ, իրանց էջերի հղումներն էլ կդնեմ, թող ունենան երեխեքը, շնորհակալություն համբերությամբ դիտելու համար։